Ես շատ մեծ ցավով եմ ասում, որ ընտրությունների ժամանակ, հատկապես ընտրությունների նախօրեին եւ ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կա բնակչության որոշակի շերտ, որ գործում է օդից փող սկզբունքով, որ գուցե 5 տարի սպասում է այդ օդից փող շրջանը գալուն։ Բայց գիտեք, այդ շրջանը տևում է ընդամենը ընտրություններից հետո 5 օր։ Այդ փողերը սպառվում են, օդերը փակվում են։ Հերթական 5 տարին դու գնում ես, քո վերադառնում ես քո այն կարգավիճակին, որում եղել ես։ Պատանդի կարգավիճակին։ Հիմա ինչ անենք, այդ օդից փողիստների համար պատանդ հանձնենք պետությունը։ Սա է լինելու ընդհանրական գիտակցությունը, միջին վիճակը գրականայի, հա? Ոչ։ Բացառվում է։ Բացառվում է։ Չի կարող այդպիսի բան լինել։ Ու այստեղ բոլոր Սամվել Կարապետյանները, Ռոբերտ Քոչարյանները, չգիտեմ, այնտեղ ելով կա իրենց սրբազան փաղանգում, հայտնվում են պատմության, ոչ թե լուսանցքում, հայտնվում են այն փոսում, պատմության փոսում, որ տասնամյակներով փորել են իրենց ձեռքով, բայց ուրիշների համար։ Այ հիմա իրենք հայտնվելու են այդ փոսում։ Ու իրենք փորձելու են այո մագլցել բարձրանալու, որպեսզի մեզ փոսը գցեն, որպեսզի պետությունը փոսը գցեն, որպեսզի պատմությունը փոսը գցեն, այ ձեզ, ինձ, մեր բոլոր ունկնդիրներին, որովհետև մենք չպետք է քթներս վեր բարձրացնենք Ռուսաստանի Դաշնության, այսպես ինչ ասեմ, հորիզոնի գծից այն կողմ, աշխարհում այլ պետություն չկա, կա Սրբազան Ռուսիան։